Թե իշխանության, թե առանցքային ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանն ըստ ամենայնի առաջիկա տարիներին չի լքի Եվրասիական միությունն ու ՀԱՊԿ-ը կամ Եվրամիության անդամակցելու հայտ կներկայացնի։ Կառավարող քաղաքացիական պայմանագիրը նման խոստում չի տալիս, վարչապետ Փաշինյանի կուսակցության նախընտրական ծրագրում միայն նշվում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի սառեցված անդամակցությունն ակտիվացնելուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվի, իսկ Եվրամիության մասով քաղաքացիական պայմանագիրը խոստանում է հարցին անդրադառնալ նկատի ունենալով արդյոք դաշինքը պատրաստ կլինի ընդունել Հայաստանին։ Մինչդեռ հիմա Երևանը այլ Եվրասիական միության անդամ է, որտեղից ամենօրյա ռեժիմով Փաշինյանին զգուշացնում են եվրոպական ճանապարհին տնտեսական հետևանքների մասին։ Մենք շատ հարգանքով ենք վերաբերվում ԵԱՏՄ-ի մեր մասնակցությանը եւ մենք նաեւ թափանցիկ կերպով ենք, որում այս քաղաքականությունները ամբողջը հրապարակային են, դրանց տակ որևէ դավադրություն չկա թաքնված։ Մենք որդեգրել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ծրագրում գրում է թե Եվրասիական միությունում, թե ՀԱՊԿ-ում դիրքերն ամրացնելու մասին։ Նա օրերս քննադատում էր Եվրամիության անդամ Ֆրանսիայի նախագահի այցը, այն անարդյունք գնահատելով։ Ինչ մնում է Մոսկվային։ Ռուսաստանի իշխանություններն անտեղի քննադատելու հարցում ես ոչ թե կաշկանդված եմ, ես բարոյական իրավունք չունեմ, անտեղի քննադատեմ մարդկանց։ Չէ, դե որ ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարում, դա անտեղի քննադատություն է։ Եթե ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տամ ՀԱՊԿ-ին։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավը տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու օրակարգով։ Նա ընտրողներին անընդհատ զգուշացնում է, հիշեցնում Պուտինի խոսքերը, որ Երևանի եվրոպական հավակնությունները կարող են վատ ավարտվել։ Պուտինի բանն էլ լսեցի, էլի։ Մի օր որ համբերությունից դուրս գա ու բան անի, ասի գնացեք ԵԱՏՄ-ից, ես չգիտեմ ինչ կա։ Ծրագրում Հայաստան դաշինքը փոխլրացնող արտաքին քաղաքականության մասին է խոսում, ինչը մանրամասնում է դաշինքի թեկնածու դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, չի նշանակում դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Մենք դա չենք անելու, ավելի լավ տարբերակ երբ ունենանք կարող ենք քննարկել, փակ չենք որևէ առաջարկի եւ քննարկումների համար, բայց մեր անվտանգությունը հարցականի տակ դնել այլ ուժային կենտրոնաշահերի համար չենք անելու։ Բարգավաճ Հայաստանի ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ Հայաստանի տնտեսական ապագան Ռուսաստանի հետ է տեսնում։ Գազը դարավ Եվրոպայի գնին, 600-800 դոլար, ինչ ենք անելու։ Ձեր ցավը տանեմ, մի հատ Եվրոպան եկավ օդի մեջ, Մակրոնը այսօր կա, վաղը չկա։ Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը Եվրամիությանն անդամակցելու խոսակցություններն անգամ անիմաստ է համարում։ Եվրամիությունը չունի Հայաստանի անդամակցության ծրագրեր։ Ընդլայնման օրակարգում նման բան չկա, մեզ անգամ չի տրված ի տարբերություն շատ 9 երկրի միանալու գործընթացի կարգավիճակ, այսինքն ոչ մի process գոյություն չունի։ Կոնգրեսում նաև ծրագրեր չունեն լքել Ռուսաստանի առաջնորդած տնտեսական ու ռազմական դաշինքները, Եվրասիական միությունն ու ՀԱՊԿ-ը։ Հիմա մենք ոչ մի քայլ չպետք է անենք, որը կարող է մեզ դիրքավորել որպես ինչ-որ մի բլոկի մեջ մտնելու քայլ։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը եւս չի կարծում, թե հիմա Եվրոպական միությանն անդամակցելու ժամանակն է։ Նրա գլխավորած միասնության թևեր կուսակցության ծրագրում ինտեգրացիոն դաշինքների մասին չի հիշատակվում։ Պետք է լինենք իրատեսական։ Եվրոպական միության անդամ դառնալը Հայաստանի համար հիմա իրատեսական չէ։ Մենք դրա համար ասացի, որ զարգացնելու ենք անհատապես հարաբերությունները եվրոպական երկրների հետ, նաև առանձին ծրագրերով Եվրամիության հետ։ Միաժամանակ քիչ չեն նաև ընտրապայքար մտած ուժերը, որոնք Հայաստանը տեսնում են Արևմուտքում, ՆԱՏՕ-ում, Եվրոպական միությունում, խոստանում են օր առաջ լքել ռուսական դաշինքները։